այս ակտիվությունը, որը կա Ղազախստանի ուղղությամբ, Ղազախստանն այստեղ ունիկալ գործընկեր է, որում այսպես բոլորի համար, ինչու, այն բոլոր ԵԱՏՄ սիրահարների համար, ԵԱՏՄ անդամ երկիր է, այն Քոչարյանը Ռուսաստան, Չինաստան էր, չէ, ուզում բերեր փայատեր սարքեր, Չինաստանի համար է շատ կարևոր գործընկեր, ռուսների հետ կապված նույնպես էլ խնդիր չունի Ղազախստանը, այդ իմաստով, հա, ասում եմ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ երկիր է, Ռուսաստանի հետ էլ ունի 7500 կիլոմետրանոց սահման, ինչ խնդիր, Եվրամիության հետ ունի ռազմավարական գործընկերության մակարդակի հարաբերություններ կենտրոնասիական հնգյակի հետ համատեղ, չէ, այդ ֆորմատով եւ առանձին եւս։ Ղազախստանը նաեւ ունի ռազմավարական հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ։ Ղազախստանն ունի հրաշալի հարաբերություններ Ադրբեջանի հետ էլ, Թուրքիայի հետ էլ։ Սա փաստեր են, ճիշտ է։ Եթե Ղազախստանը դառնում է կոնցեսիոներ, դա նշանակում է, որ նա շահագրգռված է լինելու, որպեսզի այդ միջմայրցամաքային ապրանքաշրջանառությունը տեղի ունենա հենց իր կոնցեսիայի տակ գտնվող տարածք, այդտեղ մենք միթե չենք արձանագրում Հայաստանի եւ Ղազախստանի ռազմավարական շահերի սիներգիա, իհարկե արձանագրում ենք եւ հետեւապես սայու պետք է առաջնորդվենք սրանով։ Ղազախստանը օբյեկտիվորեն իր շահերից ելնելով շահագրգռված է, որպեսզի Հայաստանի երկաթուղային ցանցը դառնա առավել զարգացած, արագընթաց, անխոչնդոտ, հարմար, մրցունակ եւ եկամտաբեր, դա նշանակում է եկամտաբեր թե Հայաստանի, թե Ղազախստանի համար։ Այստեղ ոնց նայում ենք պատկերն ամբողջանում է հենց այդ ձևով։ Հետևաբար սա այն է, ինչ մենք պետք է անենք։